Բարի օր սիրելի երեստատիտող, այսօր պատրաստելու ենք մի համով քեբաբի տեսակ, որը հավով է պատրաստվում, ինքը չի փոխարինում անշուշտ դավարին կամ եթե ուրիշ տեսակ քեբաբներ սիրում եք, բայց ինքը այնքան սենց հանգիստ եւ կոմֆորտ համ ունի, որ անպայման ուզում եք պատրաստել ու ձեր երեխաներին հետ վայելել։ Ուղղակի հավը աղում ենք ու մնացած պահատիչները ավելացնում ենք ու եփում ենք։ Այնքան համովություն ենք ստանում։ Այսօրվա բաղադրատոմսի համար մեզ պետք է 500 գրամ հավի աղացած միս, կարմիր բղբեղ, թեղին բղբեղ և գծու կանաչ բղբեղներ, 1 փունջ ազատքեղ կամ մաղդանոց, 1 հատ կարմիր սոխ, լավաշի հացիկներ, ցիտաբտղից հետ, չիլի բղբեղի փաթիլներ, աղ, սև բղբեղ, կարմիր բղբեղ գծու և քաղցր և իհարկե սումմախ, մի բաժակ բրինձ, մենք օգտագործում ենք մարանիկի դասականը և դարսինի փայտիկներ։ Դե իհարկե մենք զանգեզուրի հավն ենք օգտագործում, բայց սկիզբեն աղել ենք, որպեսզի պատրաստ լինի, որովհետև քեբաբի համար պետք է անպայման աղանք։ Դե ինչ, այստեղ 500 գրամ արդեն միսը պատրաստ է, համեմունքները ավելացնելու ենք, իհարկե մարանիկի համեմունքներն ենք ավելացնելու, որպեսզի դարձնի անմահական համով, ու մնացածը հեսա կասեմ ինչ ենք անելու։ Սկզբում բերում եմ մի հատ մեծ ափսե, որպեսզի սա իր մեջ տնենք ու խառնենք ու հետո շարունակենք։ Ուրեմն միսը ավելացնում եմ։ Նախապես աղացած։ Ավելացնելու եմ աղ, կարմիր բղբեղ, գծու, քաղցր, սև բղբեղ, մի քիչ չիլի փաթիլներ, ցիտաբտղից հետ և հիմա խառնում ենք։ Լավ շաղում ենք, որպեսզի այս համեմունքները բոլորը տարածվի։ Արդեն սև բղբեղը տեսակ ինչքան թրեցինք և կարմիր բղբեղները, գծու և ոչ գծու։ Լավ խառնում եմ, մինչև համեմունքները լավ տարածվի։ Արդեն գրեթե պատրաստ է։ Եվ քանի որ բոլոր հեռուստադիտողները, ովքեր որ նայում են մեզ, դեռ չէ որ բոլորը ժամանակ ունեն շամփուրելու կամ շիշելու, ոնց եք ասում, չգիտեմ, քեբաբները, ես ինչ որ ցև եմ ձեզ սովորացրել, որ դուք կարաք ինչ որ սինիի մեջ անել ու հետո քեբաբի նման մատուցել։ Իսկ էդի ոնց է, հեսա ասամ։ Սենց բացում ենք, ուղղակի այսպես, մի քիչ նեղում ենք, որ իրեն հետը հեսա կտեսնեք ինչ ենք անելու։ Իսկ հիմա այսպես ենք անելու։ Որ ունենանք երկար քեբաբներ։ Բայց որպեսզի իրական քեբաբի նմանի, սենց ինչ-որ բաներ կանենք։ Որպեսզի այդ քեբաբի դեսքը տա։ Մի հատ գրանք օջարվենք, իհարկե, ABC-ով, հետ վերադառնանք, որ պանճարեղենը ավելացենք ու ուղարկենք ջեռոց։ Կարմիր բղբեղ, տեղին բղբեղ և գծու 2 հատ բղբեղ։
Դե իհարկե մեր նման, եթե ունեք ձեր ընտանիքում կամ ձեր ընկերներում գծու սիրող, անպայման գծուները պետքա դրվին։ Կաղցեները ոնց կուզեք, կարող եք ով մեկ ուրիշ քույն դնել, բայց ես որոշել եմ ասկույնը, որպեսզի մենք ավելի պրեզենտաբլ կամ ներկայանալի ինչ որ բլութ կամ ափսե ունենանք։ Ուղղակի այսպես կիսում եմ, 4 մասի եմ բաժանում, այսպես։ Եվ իսկ բողբեղները գծում չեմ բաժանելու, ուղղակի մի հատ սենց թանակով բացում եմ, որպեսզի ինքը չի բայթի եւ լավ կարմրի։ Աչին եւ ցախին դնում եմ բողբեղները։ Հետո սկսում եմ հետաքրքիր ձևով շարել կանաչ եւ կարմիրը։ Հիմա մի քիչ ցիտապտվից հետ։ Մի քիչ աղ։ Մի քիչ սրբաբեղ։ Իսկ հիմա ուղարկում ենք ջեռոց, պետք է եփի 25-ից 30 րոպե, արդեն տեսնում ենք, որ ինքը սենց լավ կարմրել է, պատրաստ է։ Մենք էլ արդեն կպատրաստենք պիվազով աղցանը։ Կտրատելու եմ սոխը։ Փարակ լուսնացև պետք է կտրատենք, այսպես։ Կարող եք եւ սպիտակ սոխ դնել, խնդիր չէ, բայց ես պիվազին հետ սիրում եմ կարմիր սոխ։ Եվ պիվազին կամ կարող ենք ասել աղցանին, սոխով եւ ազատ քեղի կամ մաղդանոսի անպայման սումախ են ավելացում, այսինքն հայերենով ասում ենք աղդոր, որը մարանի գունի ու ես միշտ ուրախ եմ։ Մենք պատրաստել ենք, սկիզբն լվացել ենք, մաքրել ենք ազատ քեղը կամ մաղդանոսը ոնց ուզեք ու պետքա կտրատենք։ Միջակ չափի էլ կարող եք կտրատել, կարող եք մանր կտրատել, ոնց ձեզ հանգիստ է։ Ահա, արդեն կտրատեցինք, կարող ենք ավելացնել ամանի վրա։ Ավելացում եմ սումախը կամ աղդորը։ Ու մի հատ խառնում եմ, քանի որ սոխերը պետք է բացեն, անպայման ուզեմ ձեռնոց հագնել ու սոխերը բացել, որ ինքը այսպես բացվի ու դառնա ավելի համով պիվազ։ Տեսա՞ք, մի հատ լավ խառնում եմ, այսպես։ Եվ արդեն մեր մաղդանոսով կամ ազատ կեղով սոխով պիվազը պատրաստ է։ Դե ինձ սիրելիներս, գնում եմ մի հատ ջեռոցը նայեմ, մեր կեբաբները որտեղ են հասել ու հետո միտքս հանգիստ իմ սուրճս տնեմ ու վայելեմ մի հատ Smile Sweet-ի անուշներեն, միշտ ասում եմ վայելեմ, չեմ վայելում, ոչ թե չեմ վայելում եթերով, չեք տեսնում իմ վայելքը։ Հիմա այսօր ուզում եմ ձեր հետ ընտրենք մի հատ, այսօրվա մեր բախտը բերում է աչքս կոծկեցին մի հատ որոշեմ, այն գույզիկ եմ վերցնում։ Ուպա, ես արդեն ուտելու սկսեմ, մոռացա երևի կեբաբի մասին էլ որ գնամ նայեմ, քան որ մի հատ համին նայեմ, ու դրա ես սուրճս տնեմ, վայելենք մինչև կեբաբը եփի։ Լավն է։ Ես գնացի։
Ինչ, նայել ենք, արդեն մի 10 րոպե էլ կուզենք, հանկիստ կարող ենք մեր կոֆեն խմել, մեր քաղցրիկները ուտել, եւ ես արդեն ձարավեմ, ուզում եմ մի հատ ջուր վերցնեմ սիրից եւ վայելեմ կյանքս։ Գնացի։ Մեր հավի կեբաբը արդեն պատրաստ է, կարող ենք բերել ջերոցից եւ տեսնել ինչ վիճակի է։ Վաու։ Տեսեք ինչ լավ է պանչարեղենը կարմրել։ Հիմա քանի որ այս քիձերը մենք տեսնում եք այս քեբաբի բաժանված քիձերը։ Մի հատ ուղագի sense support ենք անում, ավելի ճիշտը բատյաշկա ըստեղի լեզվով, ու արդեն բաժանում ենք ու ինքը քեբաբը դառնում է առանցին։ Տեսա՞ք։ Ինչ շիշել, ինչ շամփուր։ Մենք ունենք քեբաբիկներ։ Okay. Արդեն, եսի անչադում ենք իրարից։ Կարող ենք մեր լավաշի հացը թնել, այսպես երկու հատ, մեր հայկական ավանդական ձևով, կողքը մարոլ, կամ 1000, կանի հատ, իսկ հիմա արդեն մի քիչ այսպես անենք ու պատրաստենք։ Այդ բաղբեղը մտերը մեջ։ Տեսակ, ինչ հնարք սովորացրեցի ձեզի այսօր։ Եվ լավ պարատ քեբաբիկներ են ստացվել։ Հələ նայեք։ Խխտան համով։ Բաղբեղները թնում ենք, այսպես։ Այստեղ էլ գծու բաղբեղները։ Դե իհարկե մեր պատրաստած փիվազը թնում ենք կողքը, սոխով եւ ազատ կեղով կամ մաղդանոսով, այսպես։ Մի քիչ ուղում ենք։ Եվ այսօրվա պաղաթյադոմսը, հավով քեբաբը պատրաստ է, դուք էլ պատրաստ եք եւ վայելեք։ Խոզակ։ Կան շքեղ ափսե ունենք, կապ չունի, որ դավարի քեբաբը շատ համով է, հավով քեբաբն էլ շատ համով է եւ շատ հեշտ է պատրաստվում, ու երեխաներին շատ հանգիստ կոմֆորտ ֆուդ է, հանգիստ ուտելիք է այսինքն։ Հիմա դե իհարկե պետքա փորձենք։ Գծում կպահեմ հետոյի, որպեսզի հիմա կոկորտս չի մնա, բայց ես ուզում եմ արդեն միսից փորձել եւ մի կտոր երևի բաղբեղից։ Դե իհարկե փիվազից։ Փորձում ենք։ Մի հատ էլ բաղբեղից։ Շատ համով է։ Ես հիմա անհամբեր եմ, որ մենք վերջացնենք մեր եթերը եւ մենք մեր գործընկերներով եւ հյուրերով վայելենք։ Դուք էլ պատրաստ եք եւ վայելեք այս համովությունը ձեր ընտանիքի եւ ընկերների հետ։ Չմոռանաք վաղը ժամը 9:00 եւ 17:00 Կենտրոն TV եթերով կսպասենք։